Գնացինք նոր։ Այո։ Ողջույն բոլորին։ Էլի ես եմ Սերգեյ Բոյարչյանը եւ անկախ ոդկասթը։ Այսօր իմ հյուրն է էլի իմ շատ լավ ընկեր Նարեկ Ալեքսանյանը։ Այսօր խոսելու ենք AI-ից։ Նար քեզ երկու բառով կներկայացնես։ Այո։ Ու նաեւ ոնց ես AI-ի հետ ասենք ասենք ծանոթացել, օգտագործում։ Շատ լավ, ես Նարեկ Ալեքսանյանն եմ, սովորում եմ ինժեներական տնտեսագիտության եւ կառավարում ֆակուլտետի Պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտություն բաժնում 4-րդ կուրս եմ, այս տարի կավարտեմ արդեն։ Ասենց առաջին իմ շփումը AI-ի հետ եղել է երևի թե 2022 թվականին։ Այն ժամանակ այն ChatGPT-ին, որ սենց միանգամից բում արեց։ Նախ մի հատ AI-ը, կամ մարդիկ կան, որ չգիտեն։ Ինչ է AI-ը։ Մի հատ այդ ասես ու ChatGPT-ին անցնի։ AI-ը դա անգլերեն կարճ հապահապավումն է, հայերեն կոչվում է հայերեն կարճ հապահումը AB-ը, բայց ավելի կոնկրետ արհեստական բանականություն։ Հասկանանք պարզ լեզվով, եկեք դասագրքային բառերի մեջ չմտնենք, պարզ լեզվով հասկանանք ինչ է արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը այն համակարգերն են, որոնք որ կատարում են այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում կատարում էին բանականությունները, այսինքն մարդիկ։ Դա որն է։ Մարդը կարողանում է լսել, կարողանում է խոսել, կարողանում է մտածել, կարողանում է վերլուծել, կարողանում է տրամաբանել, կարողանում է կանխատեսել, չէ՞, ըստ էության։ Ու կարելի ասել արհեստական բանականությունը այդ սենսած մարդու թվային տարբերակն է։ Մարդանման համակարգ։ Այո, մարդանման համակարգը։ Բայց երևի առավելություններից այն կլինի, որ մարդը օրինակ հոգնում է, հա, մտածելուց հաշվով եւ այլն, արհեստական բանականությունը չի հոգնում։ Այո։ Հիմա ChatGPT-ին անցնենք, այդ երիտասարդների մոտ առհասարակ ամենատարածված AI-ն է, հա։ Եթե խոսում ես AI մասին, արհեստական բանականություն, բոլորը sense հավասար է ChatGPT, այդ են պատկերացնում։ Առաջիններից երևի դա է եղել։ Ու դրա կիրառումը ոնց է սկսել, որ երբ է սկսել։ Մանրամասնես մի քիչ։ Տեսեք, արհեստական բանականությունը ինքնին շատ տասնյակ տարիների պատմություն ունի։ Մենք նույն արհեստական բանականության sense ինչ որ շատ նշույլներ դեռևս 1950-ական 60-ական թվականներից եղել է, բայց այն ժամանակ համակարգիչը մի ահռելի տոնաներ ուներ ու զուտ դեռ նշույլներ էր, այսինքն իրանք չէին ինչ որ հստակ բան չկար, հա, որ թե ինչպես զարգացնեն եւ այլն, տարիներ հետո, օրինակ նույն 1980-ական թվականներին աշխարհի շախմատի աշխարհի չեմպիոն Կասպարովը դեռ այդ ժամանակ դեռ կար արհեստական բանականություն ու ինքը շախմատ խաղալով արհեստական բանականության հետ ինքը պարտվեց լինելով աշխարհի չեմպիոն։ Ու արդեն տարիներ անցնելով արդեն տարբեր տեխնոլոգիաները, նույն սմարթֆոնները մտան, արդեն համակարգիչները ավելի կիրառական դարձան ու գնալով մենք ու վերջին 5 տարում է որ արհեստական բանականությունը շատ ուժեղ բում է արել։ Շատ ուժեղ բում է արել, որ ու ինչպես տեսնում ենք, թե բիզնեսների համար է շատ կարևոր դեր արհեստական բանականությունը, թե կրթության ուսանողների կարելի ասել արհեստական բանականությունը ամենուր է։ Ճիշտ է, ամենուր է։ Խնդրում եմ ավարտի խոսքդ ու եսի մասը։ Չէ, ու մեկ էլ ուզում եի նշել, որ ասցիք զուտ AI-ը չի օգնում, դա շատ կարևոր բան է։ Զուտ, բայց մեկ լինում է, որ արհեստական բանականությունը հալյուցինացիաներ է առաջացնում իր մոտ, այսինքն ինչ առումով հալյուցինացիա։ Օրինակի համար ես տեսել եմ, իմ փորձից եմ ասում, օրինակի համար ես ցերեկվա ժամը օրինակի համար 4-ի 5-ի կողմերը, որ ես ChatGPT-ին ինչ-որ բան էի հարցնում, դա այն ժամերն էր համընկնում, որ ԱՄՆ-ում շատ ուժեղ ձևի այդ ժամերին կիրառում էին ChatGPT սերվերների, ու տենց երևի այն կարգի հարցումները շատ են եղել, որ զուտ սկսել է ChatGPT-ին հալյուցինացիաներ առաջանել։ Ու ես հասկացա, որ օրինակ եթե այսինքն սխալ էր պատասխանը։ Ոչ թե սխալ, այլ պատասխանը ավելի լավը չէր։ Օրինակ ես հետո նույն հարցադրումը արեցի մեր Հայաստանով երեկոյան ժամերի, որը Ամերիկայում այսինքն այն ժամն է, որ գիշերային ժամը մարդիկ չեն օգտվում, ու ինքը պատասխանը համեմատ ավելի լավ էր։ Կարանք ասենք ծանրաբեռնված է։ Արի դու մի հատ լավ բան շեշտեցիր, որ կրթության մեջ էր այդ ամենուր եկա դառը առհասարակ նաև կրթության մեջ։
Դες բոլորս օգտագործում ենք, ես էլ եմ ուսանող, դու էլ ես ուսանող ու դպրոցականներն էլ հետը։ Շատ ժամանակ այդ sense ինչ-որ զայրույթ է առաջացնում, տեղին երբեմն, դպրոցականների պարագայում առավել եւս, որ չեն մտածում, բայց ChatGPT են օգտագործում կամ Gemini կամ ցանկացած ուրիշ արհեստական բանականություն։ Ոնց է քո կարծիքով ազդում դա մեր այդ կրթության վրա։ Օրինակ դու քո օրինակով ինչ կասես, որպես ուսանող։ Նախ կուզեի մի հատ ասեի, որ մենք այս ոդկասթում շատ կօգտագործենք AI տերմինը եւ արհեստական բանականություն տերմինը, AB ավելի կարճ հայերեն, հասկանանք, որ AI-ը դա նույն արհեստական բանականությունն է, որովհետեւ ավելի կարճ մեր խոսքը ձևակերպենք։ Տեսեք, ճիշտ նկատառում արեցիք, որ դպրոցականները շատ է սկսել կիրառել ChatGPT, նույն ինքը արհեստական բանականության մի գործիք, տեսա գիտեք ոնց է, շատ դեպքերում ինքը ChatGPT կիրառությունը կարող է տանի նրան, որ դու սկսես շատ լավ չմբռնել այդ թեման։ Օրինակ համար քեզ այդ ինչ-որ մատ ինֆորմացիա պետք, կարող է զուտ այդ պահին մտնես ChatGPT անես, գրես ու շատ չընկալես այդ ինֆորմացիան։ Ահա, արի օրինակ ես sense եմ պատկերացնում, դες կարա խնդիր լինի ինչ-որ, որը պետքա լուծում տրվի։ Այդ խնդիրը կարա լինի, չգիտեմ, ինչ-որ report գրել կամ հենց խնդիր լուծել, մաթեմատիկական եւ այլն։ Դու կարաս դա տաս ChatGPT-ին լուծի ինքը կամ ցանկացած ուրիշ AI արհեստական բանականության տաս լուծի, բայց դու չհասկանաս տակը թե ոնց է դա արել, ոնց է լուծել։ Այսինքն քեզ պատրաստի ոնց որ պատասխանն է տալի, բայց թե քայլերը ոնց է ընթացել, դու չես հասկանում։ Այդ ինչ ռիսկեր է ներբանան պարունակում իր մեջ։ Տեսեք, դա գալիս է նախ նրանից թող օգտագործում այդ արհեստական այդ AI-ը։ Եթե դու ուզում ես այդ թեման լիովին ըմբռնես, դու օրինակ համար եթե այդ խնդիրը տվել ես ChatGPT-ին, որ ինքը լուծի, դու կարաս իրանից պահանջես ու ասես, որ մանրամասը, մանրակրկիտ, չգիտեմ, դետալ առ դետալ, քայլ առ քայլ, քեզ նենց բացատրի, որ դու լիովին հասկանաս ու դու երբ ինքը բացատրում է, դու իրան կարաս խնդրես, որ ինքը հարցեր տա, դու այդ հարցերին պատասխանես ու ինքը ըստ դրա կարա նաև ինքն էլ դաժե ստուգի դու թեման հասկացել ես թե չէ։ Այսինքն վերածվի լիարժեք խոսակցության, ասած ասենք։ Այո, ստե հիմա պրոստը հարցը դպրոցականները ուզում են այդ թեմա սովորեն, թե զուտ ուզում են լավ գնահատականը ապահովեն ու այդ թեման տենց էլ չիմանան ինչ է։ Այդ խնդիրը, այսինքն իրենց նպատակը այդ խնդիրը լիովին ուսումնասիրել հասկանալը, թե զուտ այդ խնդիրը լուծել, պատասխանը գրել ու չգիտեմ ու բարձր գնահատական ստանալ։ Հաշվի առնենք, որ ես էլ դու էլ դպրոցական եղել ենք, մենք գիտենք, որ իրանց հուզումա գնահատական ստանալը շատ ժամանակ։ Այո։ Հա, մի քիչ էթիկական տեսանկյունից եթե նայենք, օրինակ, արդյոք այդ կարելի է արգելել առհասարակ։ Ենթադրենք դպրոցականը կամ ուսանողը արգելել դա օգտագործել։ Դա вообще ընդհանրապես իրատեսական է։ Տեսեք, իրատեսականը հնարավոր է գուցե եւ իրատեսական լինի, անգամ այս վերջերս ինչ որ ակտեր են ուզում սահմանեն AI-ի վերաբերյալ, հա, բայց ինքը ինձ թվում է այն հիմա նաև դաժե համալսարանական հա ինչ որ դիպլոմային կամ կուրսային աշխատանքներում ինչ որ այդ բանը ստուգում են, չէ՞, էսի AI-ը արել, թե AI չի արել, անտիպլագիատի այո, բայց անգամ դաժե լինում է էդի sense ճողոպրել ու այնպես անել, որ դու թեկուզև AI-ով ես արել, բայց այդ համակարգը ընդհանրապես չիմանա, որ դու AI չես արել։ Այդտեղ sense մի հատ խնդիր կա ու ինձ թվում է ինչքան էլ ինչ որ տենց սահմանափակումներ, չգիտեմ, ինչ որ ակտեր լինեն, մարդու ճանապարհը այն մարդը, որ ուզում է AI-ով անի, ինքս ասես կճողոպրի մի բան կանի ու էդի AI-ով այդ խնդիրը կուզի AI-ով լուծի։ Հասկանալի է։ Նայ, արի մի քիչ նաև խոսանք բանից, ասենց ասեմ, հասարակության վրա ոնց ազդում ու քաղաքական իր երանգները արհեստական բանականություն։ Օրինակ նայ, շատ հայտնի արհեստական բանականություն DeepSeek-ը, որը չինական է։ Այո։ Ես օրինակ չեմ փորձել, բայց շատերն ասում են, որ եթե դու հարցնես, հարցեր տաս DeepSeek-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության մասին, շատ sense ագրեսիվ ձևով պաշտպանում է եւ այլն, ոչ մի թերություն բան չկա։ Առհասարակ արհեստական բանականությունները լինի DeepSeek-ը,
ChatGPT, Gemini, Copilot եւ այլն, դրանք ինչ-որ քաղաքական երանգներ ունեն, թե չէ։ Տեսեք, ես անգամ չեմ փորձել այդ կոմունիստական հարցադրում անել։ Ցանկացած դիպսիկին, բայց նայեք, այստեղ դու կարող օրինակ համար իրան հարցադրում տալուց առաջ, դու կարող կյան ինչ-որ մի հատ որակավորում տակ, ինքը ով է։ Դուք երևի որակավորում չեք տվել ու հա, չէ։ Հա, Իշը փորձել։ Օրինակ համար դու կարող իրան ասեք, որ լինի մաքսիմալ չեզոք, ու ոչ մի քաղաքական դիրքորոշում ընդհանրապես չունենա, ու դրանից դու այսինքն որ իրանք դուք որակավորումը տալիս եք ու նոր հարցադրումը իրականացնում եք։ Օրինակ նույն, չգիտեմ, եթե ձեզ պետք է ինչ-որ մարքեթինգային պլան, դուք կարող իրան AI-ին գրեք, որ պատկերացրու դու 30 տարվա մարքեթինգային փորձագետ ես, մասնագետ ես, պրոֆեսոր ես ու նոր դրանից քո հարցադրումը արա, այսինքն կերպար ես։ Այո, նոր ինքը։ Ու վստահեցնում եմ ինքը անհամեմատ ավելի լավ պատասխան ձեզ կտա։ Ու այդքան ուղակի իրան այդպես ուղակի հարցնես կերպարով ավելի լավ։ Անպայման, եթե ինչ-որ դες պետքա լավ նյութ, լավ պատասխան, դուք պետքա իրան ճիշտ որակավորում տաք, թե ինքը ով է, խի է, ինչ է։ Հա, այսինքն էլի գալիս է ոնց որ նրան, որ եթե ուզում ես այդ շրջանցես այդ քաղաքական կողմնորոշումը, ասենք, ձև էլի կգտնես, եթե։ Հա, իհարկե, կարող եք գրել, որ լինի մաքսիմալ չեզոք, լինի ապաքաղաքական, ու կարծում եմ պատասխանը լինի չեզոք։ Լավ, արի աշխատանքից մի քիչ էլ խոսանք։ Արհեստական բանականությունն ու աշխատանքը անբաժանելի են իրարից։ Այդ երևի ամենաշատ հուզող հարցն է ալնելու մարդկանց առհասարակ հնարեք, որտեղ մարդիկ մտածում են, որ եթե դա զարգանում է, դա ասենց կոպիտ ասած իմ հացը կարա կտրի, հա, այն գործը անի, որը ես եմ անում։ Ու հիմնական դա տեխնիկական, գուցե ֆինանսական ոլորտի աշխատանքներին է վերաբերում։ Ինչքանով այդ վախը արդարացված, որ արհեստական բանականությունը փոխարինումա մարդկանց գործում։ Տեսեք, ես ունեմ տվյալներ, որը ասում է, որ մինչև 2030 թվականը մոտ 800 միլիոն մարդ արհեստական բանականության պատճառով կամ աշխատանքից դուրս կգա կամ ստիպված կլինի փոխել իր աշխատանքային ոլորտը։ Հիմա տեսեք, ես sense որ հետհայաց եմ նայում 10-րդ տարիներ առաջ, կարծում դուք կհաստատեք այն, որ մարդիկ փորձեմ ճիշտ ձևակերպեմ, այսինքն եթե դու մի բան ես, եթե օրինակ մի 30 տարի առաջ դու մենակ մի մասնագետ էիր, հիմա քանի որ մրցակցությունը շատ է, նաև կա արհեստական բանականություն, որով կարող փոխարինի քեզ, դու sense ստիպված ես ունենալ մի քանի մասնագիտություն։ Այսինքն դու եթե մի բան անես, վաղ թե ուշ կարող է այդ նույն բանը անի արհեստական բանականությունը։ Բայց թեկուզ դու ինքդ անձամբ հավատում ես դրան, որ sense ինչ-որ շատ կատաստրոֆիկ ինչ-որ հետևանքների ա բերելու, որ մարդիկ ուղղակի չեն իմանալու ինչ անեն, ոնց։ Տեսեք, հնարավոր է այդպես դեպքեր լինեն, բայց կարծում եմ, որ այդ արհեստական բանականության համակարգերին, որոնք որ մեր փոխարեն աշխատեն, կարծում եմ իրանց պետքա վերահսկող։ Ու այդ վերահսկողը ինձ թվում է չպետք է լինի էլի նույն իրանց նման արհեստական բանականություն, պետք է լինի մարդ, բանական էակ, այո։ Դու շատ լավ թեմա բացեցիր, որովհետև ես իմ հայացքի իրականում ավելի շատ այդ կողմա դեպի գնում, բնականաբար չեմ կարող ասել, չենք կարող ոչ մեկս ասենք ոնց կլինի, բայց եթե օրինակ Ճապոնիայի օրինակը նայենք, միջև AI-ն էլ կհիշես նարեք, որ Ճապոնիան ասես մի հատ խոսք կար, չէ, որ եթե մենք 21-րդ դարում ենք, իրանք 20-ը, չէ, շատ զարգացած են ռոբոտաշինություն, տեխնոլոգիաներ եւ այլն։ Օրինակ իրանց մոտ ես ոնց նկատում եմ իրանց շուկան ուսումնասիրելով, նաեւ այդ արհեստական բանականության վերաբերյալ, որ այն գործեր, որ վերանում են, որոնք արհեստական բանականությունն են անում։ Շատ ժամանակ նոր գործ առաջան, որ վերահսկում է այդ համակարգը, այդ արհեստական բանականության համակարգը։ Հուսամ դրան կտանի իրականում, չեն կարող ոչ մեկս իմանանք, բայց որոսնա ունենք ինչ ունենք։ Ես կուզես այս մոտ համեմատական տանենք ու իրար քննարկենք այդ հարցը։ Նայեք, օրինակ համար ոնց էր, երբ նավթի գյուտը եղավ, չէ՞։ Նավթը հայտնաբերեցին, դրանից հետո արդյունաբերություն զարգացավ, այլ համակարգեր, տեխնոլոգիաներ, ճանապարհներ, այսինքն սկսեցին արժել նոր մասնագիտություններ, նոր լրիվ sense աշխարհում ինչ-որ հեղափոխություն տեղի ունեցավ, հա, արդյունաբերական համակարգում։ Ու ինձ թվում է արհեստական բանականությունն էլ ինքը էլ հեղափոխություն է արել, զուտ արդեն մարդկային մտքի
ինքը ասած թվային հեղափոխություն է եղել այսքան արհեստական բանականություն։ Իրական այսքան իրանից ելնելով կարան առաջանան նոր մասնագիտություններ, նոր, չգիտեմ, տեխնոլոգիաներ, համակարգեր, կարող է օրինակ համար ոնց էր մի 100 տարի առաջ ով կմտածեր որ կարող է լիներ ինչ-որ սմարթֆոն կամ նույն արհեստական բանականություն։ Մենք էլ կարող է հիմա ոչ էլ հասկանանք ինչ կարա լինի, բայց եթե կա մի տեխնոլոգիա, որը որ ենթադրաբար ամեն ինչ գիտի, շատ տեղեկություններ է տիրապետում, ինքը կարող է նենց մի հատ բան ստանա, որը որ sense մենք հիմա չենք պատկերացնում, որ դա տենց բան կարա տեղի ունենա, հա։ Հա, ես ծանոթ եմ այդ գաղափարի հետ, որ արհեստական բանականությունը նաև դիտարկվում է որպես եւս մի հատ հեղափոխություն։ Այսինքն, եթե նայենք այնտեղ հələ 1900-ականներին ավելի շուտ էլ 1800-ականներին խոսքի ինդուստրիալ հեղափոխությունը, երբ որ այդպես ֆաբրիկաներ առաջացան բան։ Հետո ասես մի քանի этаպներով դες մի քանի բան եկավ, չէ՞, օրինակ ռադիոն, դա էլ էր sense հեղափոխություն, կամ հետո հեռուստատեսությունը, ինտերնետը, ու հիմա sense այդ կետին ենք, որ արհեստական բանականությունը։ Հավանաբար կարող է մի 20 տարի հետո դրանից խոսանք, որ դա էլ էր մի հեղափոխություն։ Մի քիչ սպեկուլյացիա ենք անում, բայց հավանաբար այդ կլինի ու դա երևի անճանաչելիորեն կփոխի մարդկության դեմքը։ Դեմքերից խոսելով։ Դες հիմա ձևեր կան, ստեղծել նույն արհեստական բանականությունով նայեք, ստեղծել խոսքի վիդեոներ։ Իմ ու քո մասին ոդկաստ է ստեղծում, որը երբեք չի եղել, իրական չի եղել։ Հա, չի եղել, բայց արհեստական բանականությունով ստեղծում են դա։ Ոնց տարբեր է դա օրինակ իսկականից, կեղծա, իսկականա, ինչա, կա ինչ-որ ձևեր։ Ու դա շատ տարածվել է։ Ես քաղաքական թեման եմ խոսքի, օրինակ քաղաքական ինչ-որ կերպարներ ես տեմ, որ հասկանում ես իրենք երբեք չեն հանդիպել, դա փորում ես հասկանում ես դա իսկական չի։ Կա ձևեր, տարբերել։ Տեսեք, քոնոշած տարբերակը կոչվում է deep fake։ Եկեք բառանջատում անենք, deep-ը էդի նշանակում է խորը մեջ։ Fake-ն է դա կեղծ, sense խորքային կեղծ։ Հա, խորքային կեղծ, հա։ Deep fake-ը effect շատ է տարածված ու ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում։ Ես օրինակ հիմա վերջերս դեպքերը գիտեմ դաժե որ Հայաստանում է տեղի ունեցել, որ մարդիկ վերցնում են ինչ-որ մեկի լուսանկարը, շատ վատ տեսանյութեր են ստեղծում ու դրա դիմաց գումար են պահանջում, նշում են, որ եթե գումարը չփոխանցեք, այս տեսանյութը կմնա այս էջում, կտարածվի ու մարդիկ էլ ստիպված տրվում են։ Հա, տրվում են, իհարկե այդ գումարը ուղարկում են ու դեռ հարց է, լավ, կջնջի, չի ջնջի կամ լավ, եթե ջնջի, օրինակ համար ինչ ինչպես կարող ենք վստահել, որ 2 ամիս հետո չի կրկնվի այդ նույն բանը։ Հա։ Իսկ եթե հայտնվի ինտերնետում օրինակ, գիտեք, որ ամեն ինչը հավերժ է ինտերնետում, մնալու է միևնույն է։ Իսկ եթե ինքը ջնջի, արդեն տարածված է։ Գուցե կարող է երևա, հստակ երևա, որ ինքը fake է, ինքը իրական չի, բայց մարդիկ այդ գումարը կփոխանցեն, որ դա ջնջվի։ Խնդիրները որոշակի առ։ Իսկ ինչ վերաբերվում է հասկանալ դա իրական է, իրական չի, իրական գոյություն ունեն deepfake checker, տենց է կոչվում։ Ստուգող համակարգ։ Ստուգող համակարգը, որովհետև դու կարող ես տեսանյութը ներբեռնել, ինչ-որ կամ լինկը ուղարկել, ինքը կստուգի ու կասի դա արհեստական բանականություն գեներացված է, թե չէ։ Բայց նայեք, հիմա քանի որ deepfake-երը, այդ տեսանյութի որակները ահա որ տիպի զարգանում են, ու օրինակի համար ես վստահաբար կարող եմ ձեզ նկարներ ցույց տամ, որ դուք չեք կարող դա տարբերեք իրականա թե կեղծ։ Նույն ձև կարող է այդ նկարները ես տեղադրեմ deepfake checker-ում, ինքը ասի իրականա, բայց իրական այդ իրական նկար չլինի։ Իսկ դրա համար ինչ որ դրա դեմ պայքարելու ձևեր ունեք պետությունը եւ այլն, կամ դες դեպքեր, որ մտածում են այդ մասին։ Տեսեք, օրինակ ես վերջերս նորություններում կարդացի, որ փորձում են ինչ որ սահմանափակեն այդ deepfake-երի, sense կիրառությունը, չգիտեմ, ինչ որ նոր ակտեր են փորձում մշակեն, բայց վստահ չեմ, որ դա կարա ինչ-որ տենց վերջնական լուծում լինի սրան։ Ինչքան արհեստական բանականությունը զարգանում է, այդքան նաև այդ deepfake տեխնոլոգիաներն են զարգանում։ Ես չեմ հիշում, կարող է երևի քո հետ ենք քննարկել, միգուցե այս ոդկասթի շրջանակներից դուրս, որ սկանդինավյան պետություններում ոնց որ ինչ-որ օրենքներ էին փորձում կիրառեին բան, որ օրինակ մարդու դեմքը ու ձայնը ոնց որ հեղինակային իրավունք է։ Պատկերացրեք գիրք եմ գրել, դա իմ հեղինակային իրավունքն է։ Չի կարելի դա օգտագործել առանց իմ թույլատվության հրապարակելու բան։ Իմ կարծիքով դա շատ լավ գաղափար է, որ իմ դեմքն է, իմ հեղինակային իրավունքը ձայնը, բայց այդ կիրառելու համար երևի հələ ուրիշ գործիքներ ու բաներ են պետք։
ուղղակի sense դա ներմուծելու ու դրա դեմ պայքարելու։ Տեսեք, բայց օրինակ ձեր ծառաների համար ձեզ էդի հուզում այդ հարցը։ Իրանք եթե ուզենան ձեր դեմքով կամ ձեր ձայնով ինչ-որ պրոպագանդա տարածեն, այդ իրանց համար շատ հեշտ է։ Պոլիտիկայից բռնես, մենակ օրենքը ընդունել։ Այսինքն այնպես չի, որ իրանք շատ լավ ծանոթ են այն տեխնիկաներին, որոնցով որ կարող են իրանք չհայտաբերվել։ Չգիտեմ, ընդ իրենց կարող են իրենց VPN-ը փոխել, չգիտեմ, այլ սերվերներով իրար հետ հաղորդակցել եւ այլն, չեմ այդի կարող է ինչ որ ձև մարդկանց այն մարդիկ ովքեր փորձում են դառնալ ձեր ծառար, ինչ որ ձև հա կարող է իրանց հետ մղել, բայց այն մարդիկ ովքեր տեխնիկաների լավ ծանոթ են ու կարողանում են լավ ճիշտ քողարկվել, կարծում եմ իրանց համար էդի ինչ որ սահմանափակում չլինի։ Ու եթե իրանց գործը մարդկանց դեմքերով, մարդկանց ձայներով ինչ որ վատ սխալ տեսանյութեր ստանալը, դրանք գումար աշխատելը, չգիտեմ, կարող է գուցե ինչ որտեղ թեթև աշխատի, բայց չեմ կարծում ինքը լիովին լուծի այդ խնդիրը։ Հասկանալի է։ Իսկ նարեկ նայ, էլի այդ դեմքերին, եթե նայենք առհասարակ նկարել ձայն եւ այլն, եւս մեծ թեմա է կապված սրա հետ, օրինակ կինոինդուստրիան կամ մուլտիպլիկացիան, հա, մուլտեր նկարել եւ այլ մուլտֆիլմներ։ Օրինակ մենք շատերս նայում ենք ամերիկյան ֆիլմեր, չէ, միգուցե ֆրանսիական ֆիլմեր եւ այլն։ Հիմա այդ ֆիլմը կարելի է արհեստական բանականությամբ գեներացնել ու մենք այդպես դեպքեր տենում ենք, թեկուզ կարճ վիդեոներ, կարճ տեսահոլովակներ եւ այլն, ու ձայնն էլ, երաժշտությունն էլ, բանն էլ։ Տես, օրինակ իմ ընկալմամբ նարեկ sense է, եթե ես գիտեմ, որ դա արհեստական բանականությամբ գեներացված է, հիմա դրա արժեքը կորում է, համոհոտը կորում է։ Ապրես, այդ համոհոտը, ինչ ասեմ, այդ մարդկային հատվածը կորում է, ինձ հետաքրքիր չի։ Բայց եթե ես գիտեմ, որ նա խոսքի դուրս գալիս է ինչ-որ ֆիլմ, ինչ-որ երաժշտություն է, բան, որ մարդը չարչարվել է դրա վրա, բան, այդ հիմա արժեքավոր է, ես կլսեմ, կդիտեմ։ Առհասարակ ոնց է դա, ասենց մարդկանց համար տարբերություն կա քո համար։ Տեսեք, օրինակ նույն իմ համար էլ, եթե ստանում եմ այդ արհեստական բանականությամբ գեներացված, ասենց իրոք այդ համոհոտը լրիվ կորում է։ Ես սկսում եմ այդ, չգիտեմ, եթե օրինակ համար եթե ֆիլմ եմ դիտում ու սիրում եմ այդ ֆիլմը, ենթադրաբար, եթե տեսնեմ ֆիլմ, որը ամբողջովին արհեստական բանականությամբ է գեներացված, ինձ թվում է այն, ինձ թվում է չեմ սիրի, որովհետև կասկենամ դե լրիվ արհեստական է, դա իրական չի, այդպես բան չի եղել։ Մենք աշխատանքն ենք դրա հետևում, աշխատանքն ենք գնահատում, իսկ այդպես մի քանի տեքստ սիրուն գրիր բան գեներացրեց եւ այլն, դրա տակ աշխատանք չի։ Ինքը բայց օրինակ դրական կողմեր էլ ունի, մի քանի կողմ նշեմ, օրինակ համար որ sense պատմական նկարներ է, հա, օրինակ համար թակավոր, չգիտեմ, կամ նույն կերպարներ, հա, որ իրենց վերակենդանացնում է sense ասած, որ իրենց ով ինչ որ տեսանյութեր է ստանում, իրենց ձայնը, այ գիտես շատ լավ դրական կողմեր ունի, էլի։ Օրինակ ես տանը sense մի հատ մեծ ալբոմ ունեմ, որը sense իմ պապիկի, տատիկի եւ այլն sense այդ մարդկանց նկարներն է, մեր ընտանեկան նկարներն է, ու այնց է ստացվել, որ ես իմ տատիկին օրինակ հայրական չեմ տեսել, չեմ ճանաչի ես իրեն։ Բայց դու հենց հիմա շատ լավ միտք տվիր, որ այդ նկարը կարելի է sense կենթանացնել արհեստական բանականությամբ, որ շարժվի, ժպտա եւ այլն, մարդու ճանաչելու ձև է դառնա։ Հա, միանշանակ sense մենակ բացասական չի, իրական շատ լավ էլ գործիք է։ Բայց արի հիմա հետ դառնանք sense մի քիչ սիրուն sense այդ սովորելու թեմային, հա, գործիքներից մի քիչ, հստակ գործիքներից խոսեմ։ Օրինակ ես մարդ եմ, sense բան չեմ հասկանում։ Ոչ ChatGPT գիտեմ, ոչ արհեստական բանականությունն ինչ է։ Ինչ եմ անում, որտեղից եմ սկսում։ Ու այս խոսքի ուզում եմ կարդամ ինչ որ վերլուծություն, ենթադրենք էլի պատմական։ Նապոլեոն Բոնապարտի մասին օրինակ։ Լսել եմ միտեղ ChatGPT արհեստական բանականությունը, չգիտեմ ինչ կարդամ, պետք է հարցնեմ։ Ոնց օգտագործեմ դա։ Այսինքն ձեր հարցը դրում էր, թե ինչպես կիրառեմ արհեստական բանականություն։ Ոնց կիրառեմ, պատկերացրա, սենց նարեկ։ Բանը, ինչ որ հեղինակ է պետք, լուրջ գրականություն Նապոլեոն Բոնապարտի մասին։ Ես գիտեմ, որ ChatGPT-ով հեշտ կարելի է հարցնել, ասենց լսել եմ միտեղ հարցնել, իմանալ, տենց հեղինակ կա այս թեմայի շուրջ, թե չէ։ Բայց իրեն ոնց կիրառեմ։ Ընդհանրապես չեմ կիրառել։ Որտեղից սկսեմ, ինչ անեմ։ Տեսեք, նայեք, դուք եթե հիմա ցանկանում եք իմանայիք Նապոլեոն Բոնապարտի մասին, որը որ գրել էր ինչ-որ մի հեղինակ, հա։ Այո, հա, ոչ ինչ-որ լուրջ հեղինակ, վերլուծաբան։ Տեսեք, չգիտեմ ով է այդ վերլուծաբանը, բայց
ենթադրում եմ, որ կա այդ վերլուծաբանը, ուզում եմ իր գիրքը կարդամ։ Տեսեք, նայեք, մենք հիմա ասես մեծ գործիք կա, կոչվում է Perplexity։ Ահա։ Ինքը sense նաև շատերը համարում որ ինքը Google-ի շատ լուրջ մրցակիցն է որոնողական համակարգերում, որովհետև ինքը իր որոնումը իրականացնում է AI-ի շնորհիվ։ Ու եթե դուք հարցադրում իրականացնեք, որ դեզի պետքա Նապոլեոն Բոնապարտ հեղինակ, որը որ գրել է Նապոլեոն Բոնապարտի մասին վերլուծական ինչ-որ մի թեզ, վստահաբար կարամ ասեմ, որ ինքը հեղինակներ կտա, դեզի աղբյուրները մանրամասն, դուք ոչ թե ինչ-որ բան տեքստ կկարդաք, այլ դուք հենց աղբյուրը կտեսնեք, դրան բխող աղբյուրները մանրամասն ինքը Perplexity այդ AI-ը, որոնողական համակարգը, ինքը ձեզ մանրամասն ամեն ինչ կտա ու դուք ձեր ուզածին կհասնեք ու այդ նյութը կվերցնեք։ Ես այդ առումով երևի դա ասած նաև մեծ պլյուս է առհասարակ սուտ ինֆորմացիա տարածելու։ Օրինակ, եթե ես ուղղակի Google-ը բացեմ ու գրեմ տենց մի բան մանկամ, Wikipedia-ն կարա, Wikipedia շատ լավ գործիք է, բայց մեջ ինչ ասես կարա գրածել։ Ու միջև գլխի ընկնեն մակրեն դա եւ շատ ժամանակ անցնում։ Բայց այդ պարագայում եթե աղբյուրն է շեշտում, դա զգալի առումով ոնց որ գործը հեշտացնում է։ Եթե տրամադրված ես ինչ-որ բան զորել։ Իսկ այդ առումով տես արհեստական բանականությունը ChatGPT-ին ենթադրենք կարա փոխարինի ուսուցչի մարդուն։ Ոսկի կարելի է մաթեմատիկա սովորել ենթադրենք կամ օտար լեզու սովորել դրանով, բայց դա մարդուն կարա փոխարինի։ Հիմա բաներ կան, չէ՞, արհեստական բանականություններ կան, կներես, որ սիրուն մարդկային ձայնով խոսում են, բացվում են այլ։ Տեսեք, փոխարինելը ինչ որ ձև կարող են փոխարինել, բայց այդտեղ ավելի խորքային հարցեր կա։ Նայեք, օրինակի համար AI-ը ինչով է լավ, ինչով կարա ավելի լավ օգնի, որ դու կարաս 24/7 ցանկացած ժամի իրան հարց տաս, ինքը քեզ բացատրի, սովորացնի, նույն քո կարաս եմ նշես քո սիրած ձայնով, քո սիրած կերպարը քեզ բացատրի, պլյուս դրան հա նայեք, ինքը կարա քո անհատականացած մոտեցում ցույց տա քեզ։ Այսինքն ինքը չափի քո գիտելիքները, դու օրինակ համար այդ առարկայից ինչքան գիտելիք գիտես, ինքը լավ իմանա քեզ ինչա պետք, դու իա նշես, որ ինձ պետք է օրինակ համար 2 ամսում կամ մի ամսում այս թեման լիովին ջուրացնել։ Հա, օրինակ ասեմ խոսքի, ես այս թեման եմ ուզում սովորեմ, դա թեստ կազմի համար, գնահատի ինձ թես ինչքան գիտեմ, ես այդ ընթացքում գրեմ, ու ըստ դրա իմ գիտելիքի ինքը կազմի ոնց որ ծրագիր է։ Այո, ինքը մի ամբողջ ծրագիր է կազմում քո համար, քեզ նյութեր է տալի, քեզի աղբյուրներ է տալի, քեզի այդ ընթացքում հարցեր է տալի, հասկանալու դու ինչքան ես յուրացնել, եթե լավ չես յուրացրել, ինքը մեկ այլ մեթոդով է փորձում քեզ բացատրի այդ թեման։ Իսկ եկեք ընդունենք, որ օրինակ համար դպրոցի ուսուցիչները օրինակ 30-35 աշակերտ է։ Ֆիզիկապես հաստատ այդ ուսուցիչը չի կարա անհատապես բոլորի հետ աշխատի։ Այս դեպքում արհեստական բանականությունը ինքը լավ տեխնիկա է, որ կարա ինչ-որ ձև փոխարինի նաև այդ կրթությանը, բայց շատ կարևոր հանգամանքի մասին մենք չենք խոսում, որ ինքը չի կարա այն կարեկցանքը ցուցաբերի մարդկային։ Այո, մարդկային կարեկցանքը, օրինակ համար ոնց կարա ուսուցիչը աշակերտին մոտիվացնի, հա, դրթի սովորելու, կարեկցի, հա, AI կարծեմ չի կարա, դες կարա, ինքը չի կարա տեքստ գրի, ասի, գիտես ինչ կա։ Տեքստը կգրի, բայց դու չես հավատա։ Չես հավատա։ Այդ կարեկցանքը հա, իհարկե։ Էլի բնականաբար մարդիկ պետքա մարդիկ կարան մարդուն հետ լավ հասկանան, լավ խոսան, շփվեն, կարեկցեն, մոտիվացնեն։ Իմիջիալոց օրինակ, երբ որ ես նոր էի համալսարան ընդունվում, ես հիշում եմ, որ իմ դասախոսներից մեկը ասում մի հետաքրքիր գաղափար էր ասում, որ երբ կասենք, որ տեխնոլոգիան առհասարակ համակարգիչը բան, լրիվ գերազանցել է ու անցել է մարդուն, որ մենք չենք կարող տարբերենք, գաղափարն այն էր, որ եթե երկու մարդիկ մի մարդ նստած է մի սենյակում, ու ենթադրենք համակարգիչի միջոցով շփվում է մի ուրիշի հետ։ Այդ մի ուրիշը համակարգիչ է, մյուս սենյակում sense ասենք։ Եթե դու չես կարող տարբերես դա համակարգիչ է, թե մարդ է, կարելի ասել, որ դա sense այն գագաթնակետն է։ Թե գագաթնակետից հետո ինչ կլինի, ավել կբարձրանք, թե կգլորվենք ներքև, այդ մի ուրիշ հարց է, չէ՞։ Բայց այդ ես շատ ուրախ եմ, որ այդ կարծիքը տարածված է, որ հələ մարդը կարևոր է, մարդակենտրոն դա պետք է իհարկե լինի։
Արի մի քիչ խոսանք անվտանգությունից, հա, արհեստական բանականության հետ կապված։ Այն բոլոր տվյալները, որ ես իմ մասին գրում եմ, ենթադրենք այդ նույն ChatGPT-ում, դու ես գրում եւ այլն, այդ ամեն ինչը մնում է, չէ՞, ինչ որտեղ, ինչ որ բազա։ Բնականաբար։ Այդ ChatGPT-ը սկսում է քեզ ճանաչել, քո մասին փաստեր է իմանում, տվյալներ է իմանում եւ այլն։ Այո։ Դա որոշակի ռիսկեր ստեղծում է մեր համար։ Կարող վստահ լինենք, որ մենակ այդ համակարգում է մնում, թե։ Կարծում եմ չեն կարող վստահ լինել, որովհետեւ այս վերջում նորություններով է անգամ կարդացի, որ մի մարդ ինչ որ սպանություններ կամ ինչ որ հանցանք էր իրագործել ու ինքը ChatGPT-ի միջոցով փորձում էր ինչ որ լուծում գտնել, չգիտեմ, կամ ինչպես քողարկվել, ինչպես եւ այլն, ու ChatGPT-ն էդի լավ տեսել էր, այդ ինֆորմացիան փոխանցել էր իրավապար համակարգին ու այդ անձնավորությունը ձերբակալվել էր։ Ու նաեւ ChatGPT-ն, եթե չեմ սխալվում, պաշտոնապես նաեւ անգամ ասել է, որ ինքը այն հարցերը, օրինակ, ямар չգիտեմ, ինչ հանցանք ես իրականացրել, փորձում ես դիմել ChatGPT-ին, ինքը բաց է ու հնարավոր է ինչ որ ձև նաև դա տրամադրի դատական համակարգին, իրավապահ համակարգին։ Այդ հասկանալի է։ Իսկ բանի տեսանկյունից ենթադրենք պետությունը որ դա վերահսկի, ասենց ասենք, փորձի այդ համակարգերը վերահսկել եւ այլն, դա մեր համար վտանգ ազատության համար։ Օրինակ ես եմ ասենց ոչ մի հանցանք չեմ գործել, բայց ես ինչ-որ կարծիք եմ արտահայտել արհեստական բանականությունը, որը խոսքի ենթադրենք պետությանը դուր չի գալի, պայմանական եմ ասում, հա։ Բերան ուզում է փակի պետությունը։ Դա կարա է որպես այդ գործիք կիրառվի։ Տեսա, գիտեք, նախ ասեմ, որ օրինակ նույն այս օրինակից բերեցի ChatGPT-ի վերաբերյալ, բայց գուցեև կարող մեկ ուրիշ AI, որը որ իր համար շատ սկզբունքային է ինֆորմացիայի պահպանումը, ու ինքը չի կարող այդ ինֆորմացիան տարածի մեկ այլ մարմնի, հա, չգիտեմ, դա կլինի ոստիկանություն, դատական համակարգ եւ այլն, հա։ Նույն այս օրինակից բերեցի ChatGPT-ին տրամադրել է, իսկ ինչը վերաբերվում է պետությունը սահմանը փակի, տեսեք, ինձ կարծում եմ, որ չի կարողանա, որովհետև այսինքն ըստ էության միտքը որն է, որ դու այդ պետությունը չկարողանաս կիրառել այդ AI տեխնոլոգիաները, թե վախենաս կիրառես, օրինակ վախենալ, որ այդ կգնի, օրինակ ինչ-որ մարմինների ձեռքը, որը քեզ կարա ճնշել, պետական։ Տեսեք, օրինակ համար թեորետիկ հարց, հա։ Ամեն մի AI գործիք ինքը ունի դա անվտանգության քաղաքականությունը։ Հիմա նույն ChatGPT-ում ինքը բաց ասում է, ես պետք եղավ կարամ ինֆորմացիա տրամադրեմ։ Նախորոքդ կա տրամադրել, մի հատ բարի ունենք։ Ու անգամ այս վերջերս ես տեսա, որ գրած էր խորհուրդ չի տրվում ավելի ChatGPT-ին քեզ չի օգնելու իրավական ու բժշկական հարցերում։ Այսինքն եթե դու գուցե ինչ-որ խնդիր ունես, մանրամասն գրում ես, գուցե քեզ պատասխան չտա ճիշտ կամ ընդհանրապես պատասխան չտա։ Ինչը վերաբերում է իրավական ու բժշկական այդ ոլորտին, տեսեք, կարծում եմ այդ անվտանգի քաղաքականությունը պետք է ուսումնասիրել տարբեր AI-ների մեջ ու թե այնտեղ գրված է, որ ինքը ընդհանրապես այդ ինֆորմացիան լրիվ փակ է ու ոչ մեկի չի տրամադրում, կարելի է այդ AI-ից քննարկել այնպիսի հարցեր, որոնք որ մտածում ես, որ կարող է եւ պետությունը իմանա ինչ որ խնդիրներ առաջանա։ Բայց եթե ինչ որ տենց խնդիր առանց խնդիրների հարցադրումներ է, կարծում եմ կարիք չկա էլի։ Եվս մի հարց գիտես, որ սենց մի հատ խնդիր էլ կա, որ շատ մարդիկ այդ արհեստական բանականությունը ընդունում են որպես ճշմարտության վերջի ինստանցիա։ Եթե ChatGPT-ն ասել է սենց, ուրեմն դա ճիշտ է, դա միանշանակ ճիշտ է։ Նարեկ, արի ամփոփելով սենց մի հատ հարց տամ, որը ես ենթադրում եմ, որ ապագայում իմ մյուս հյուրերին էլ եմ տալու։ Ինչն է, որ մենք սխալ ենք անում, բայց լավ կլներ շտկեինք, առհասարակ AI կլինի, ինչ ուզում է, ինչն է, որ քո մտքին ինչ է գալու, որ մենք շատ ենք անում ու որ մենք սխալ ենք անում, բայց ճիշտ կլինի դա շտկենք։ Տեսեք, գուցե եւ ամեն գրածին հավատալն է, օրինակ հիմա ես մեր ազգի մեջ նկատել եմ, ինչը որս էլ տեսնում եմ, որ օրինակ հիմա ասենց Facebook-ում լայնորեն տարածվում է մրցույթ, ով որ լայքի, շեյր անի, կոմենտ գրի, կստանա մեծ պարգևատրումներ ու այդ պոստը կարող է եւ 6000-7000 տարածում ունենա
Դա շատ ահռելի թիվ է, պատկերացրեք 6-7-ի տարածելն ու պատկերացրեք իրենց տարածելով քանի հոգի են նա է։ Դա կարող է հասնի 100,000 ու ավել մարդկանց։ Կոնկրետ մեր ազգի մեջ էսդ եմ նկատել, որ չգիտեմ, գրածին շատ են հավատում։ Ինչ-որ մոտ կայքում տեսել են ինչ-որ մոտ հոդված, ասում են 100% ճիշտ է, փաստ է։ Դիպած կարծում եմ պետք է շտկել։ Իսկ ինչ է վերաբերվում, որ ChatGPT ասածին 100% հավատում են, դա կարծում եմ ճիշտ չի, ինչի համար։ Նախ մեկ եկեք հասկանանք ինքը արհեստական բանականությունը ինչով է սովորում։ Ինքը սովորում է տվյալներով, այսինքն եթե ունեք մի հատ կայքում ինչ-որ մոտ հոդված է տեղադրված, ինքը կարող է հոդվածը վերցնի իր դատայի մեջ, իր տվյալների մեջ պահի ու անցնի առաջ ու նույնն էլ մյուս կայքերը կարա իսկ այդ ինչից որ ինքը սովորում է կարող լինի նաև վիդեոներ, ինչ-որ ձայնային հաղորդագրություններ, նկարներ, ամեն ինչ ինչը որ տեղադրվում է համացանցում, ինքը կարա դրանից սովորի։ Բայց այդտեղ մոտ ուրիշ հարց կա։ Արդյոք ինչը որ տեղադրվում է, դա հավաստի է, ճիշտ է։ Կարեւ ապա տեղեկատվություն տեղադրվի, կարեւ սխալ ինֆորմացիա տեղադրվի։ Ու ChatGPT-ին ո՞նց է պատասխանում։ Եթե դու հարցը դրում իրականացած ChatGPT-ին, ինքը վերլուծում է իր ունեցած ինֆորմացիան, հավաքական ինֆորմացիան ու փորձում է ամենատրամաբանական, ամենահավանական պատասխանը քեզ տա, որը որ 100% փաստ չի, որ ճիշտ է։ Ամեն ինչի չհավատանք, ինչ դերածառնում։ Այո։ Արեգ Ալեքսանյան, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այո, շատ լավ էր։ Կհանդիպենք մեր հաջորդ հաղորդումներում։